Դերասան հումորիստներ Զիրոյանն ու Պոնչը և երգիչ Միհրան Ծառուկյանը ինքնաթիռում բավականին զվարճալի իրավիճակում են հայտնվել։ Նրանք ինչ-որ հարցի շուրջ գրազ են եկել ու Միհրանը պարտվել է այդ գրազը և պետք է անի այն ամենը, ինչ ասում է Զիրոյանը։ Իսկ թե ինչեր է պահանջել դերասանը, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Սիրելի կերներ, սամալյոտի մեջ այգնատերի մեջ դուրակ եք նամում, իրատարները պարտվել է, ու հիմա պետք է անի ինչ-որ մեկ ասում։ Միրո ջան, հելի, սամալյոտից մեջտեղի գծով վազգային ծետից ես ծիրը։ Գրվել եմ։ Մտի անես։ Ստիրի։ Հետարի։ Բրավո Միրո։ Ես չեմ խաղում։ Ես նոր էլի Միհրան Ծառուկյան։ Պարտվեց էլի։ Այո, սիրելի կերներ, էլի Միհրանը պարտվեց, ու ես դաժան որոշում եմ ինչ-որ պետք է կանի, ես Զիրոյանի որոշում եմ, ես սիրտս չի տամ։ Այստեղ եմ ասել։ Ես առաջարկում եմ սա բան անենք, որ գա էլի խաղանք, իրար հետ վիտը-վից խաղանք, Իրանը երորդ կռուպն էլ կրվեց։ Ուրեմն Միրա Զադաչյան, գնում ես ծուարտես այդ ծապիկ ես խաղում գալիս ես։ Արդել եմ շատ է։ Չէ, ապրի։ Առաջ դե աղջիկա հիմա շուտ դերես։ Ինչ ես խոսում դու քիչ։ Ասու դու խելներ ես։ Պոնչը կրվա։ Ազի պոնչը գրվել, հիմա ես եմ ասում, քանի որ 3 հատ ես եմ գրվել։ Հիմա հայկական տաշի տոշի երաշտում եմ միացնում, սա մերձյաններ եմ արցասնում, հա, 15 վարկյա, կոմպլետ, այսպես գրամով հավեսով, հալիքներով, Okay. Կեվ Он должен танцевать. Танцевать самолет, да. Стриптиз. Давай, красавчик. Без кофра, без кофра, без. Парень. Все. Спасибо, Дура, не идут. Спасибо. Զայչ նաս մարցմանը։ Զիրոյանը կրվեց հենց հիմա ժողովուրդն այդ։ Զիրը կրվել։ Զիրոյանն էլ անդրադառնալով կամերային թատրոնում իր ծավալած գործունեությանը նշել էր, որ ոչ մի դեպքում չի լքի իր տունը եւ չի տեղափոխվի այլ թատրոն, դա բացառված է։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ աշխատում է նաեւ Բոհեմ թատրոնում որպես հրավիրված դերասան։ Գալու եմ ի տարիք, որ հրաժեշտ տամ թատրոնին, չեմ կարծում, որ կգնամ ուրիշ թատրոն։ Գաղտնիք չէ, որ թատրոններում դերասաններն աշխատում են նվազագույն աշխատավարձով եւ հարցին, թե արդյոք դա վիրավորական չէ դերասանների համար եւ չի ստիպում հեռանալ թատրոնից, Զիրոյանն ասել էր, որ բնականաբար քիչ է այն աշխատավարձը, որն իրենք ստանում են իրենց աշխատանքի դիմաց ու նշել, որ հենց այդ պատճառով էլ իրենք տարբեր տեղերում են աշխատում, որ կարողանան գոնե նոր հագուստ ունենալ, նոր մեքենա կամ նոր հեռախոս, բայց այդ ամենը թատրոնի աշխատավարձով դերասանը չի կարող թույլ տալ իրեն։ Դրա համար էլ հարսանիք ենք վարում կնունք, ծնունդ, դրանով ենք փորձում գոնե մի քիչ սուրճի փող ունենալ։ Լավ տեղից չի, որ որոշել ենք հանդիսավար աշխատել, կարիք ենք ունեցել գումարի ու մեզ փորձել ենք դրա մեջ, նշել էր դերասանը միաժամանակ հավելելով, որ առիթ վարելը բավականին դժվար է, քանի որ հանդիսավարը պետք է կարողանա այնպես անել, որ 200-300 հոգի լսի իրեն, իր ասացի հետ համաձայն լինի եւ բաժակ բարձրացնի ու ի վերջո պետք է կարողանալ շփվել տարբեր տեսակի մարդկանց հետ, անգամ հարբած։ Դերասանը միաժամանակ նշել էր, որ հանդիսավարի աշխատանքն էլ է սիրով կատարում, որովհետեւ եթե ինքը մի աշխատանք չսիրի, չի կարողանա կատարել, ինչպես նաև ասել էր, որ առիթների ժամանակ ինքը նաև երգում է, բայց հատուկ ընդգծել էր, ինքը երգիչ չէ։
Չի եղել տենց բարեկամ, որ ասի անվճար արի-վարի միշտ ես եմ ասել, ես գումար չեմ վերցնի, որովհետև եթե ես կարող եմ իր այգու ծառին թեթև ջրով օգտակար լինել, ես օգտակար եմ, ճիշտ է ինձնից ահագին բան է գնում, էներգիա է գնում ահավոր ձևի, բայց ես էլ իմ լավությունն եմ անում, ես չեմ սպասում, որ դրա դիմաց ինձ պետք է ինչ-որ բան տան։ Տարբեր առիթներով Զիրոյանը խոսել էր նաև Women's Club նախագծի մասին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագիծը այժմ էլ պահում է իր արդիականությունը, դերասանն ասել էր. Բնականաբար կասեմ պահում է, որովհետև ռեյտինգները, երբ որ մենք իմանում ենք, բավականին լավ ռեյտինգներ են, միշտ արդի ենք, միշտ փորձում ենք ժամանակի հետ շարժվել։ Եթե երեխաներն են ապահովում մեր դիտումները, դա ահավոր է։ Ահավոր է ոչ թե մեզ համար, ահավոր է երեխաների ծնողների համար։ Ուրեմն ճիշտ դաստիարակություն չեն տվել, որ երեխան 16 տարեկանը չլրացած նայում է Women's Club, նշել էր Զիրոյանը։ Ումես ազես։ Ուրես գնում Մոսկվաս, միա Մոսկվաս գնում։ Մոսկվաս պասպորտը հանի բիլետը, որոնց անջատես։ Չտեսում, բարի ճամփա։ Break. 13:26 Պատրաստ։ Մակաս, դի ծային քեզ նայել։ Հենց ձերով արեցի կգաս դու տեսնի որ եկա։ Պատրաստ։ Հələ նայք, ուրայք է, հաստրել ես, ապրես, բարև, այսօր առեք, սաղթությամբ էլի նկարը հանևում ենք, հայկոսա, հալոսնյագսա, գորիգսա, բարով իմ անք են, նա էլի զղտեկվում է, բերի ժամին հայք է, Բերեք որ բլիտ ասում Սիտկոմի մեկից գիժ էլի Oh my god So, այսօրվա նկարանները այսքանն էին, եթե շատ կուզեք, վաղը նորից կանեմ ստորիներ նկարանման հրապարակից։ Լան ժպտացիք։ Որը դեսատորես դոր կարգերին փոխել։ Ես որ բաղդակին իշու կազմում տանի։ Այսօր ախրայնատելած ամդակությունը ինչ երնի։ Նկարա նմա Ոնց են ասում նկարանումները, հարաշալի ապեր։ ժողովուրդ, Սատկացնում ենք գորին։ Հələ ցույց տուր գորի։ հələ մտնայք ռեյսորը ինչ օրինակ ցեք։ Давайте։ Նրա դու հասկացա որ մայիսը պատրաստած եկել է։ Ունես հաստատ ճիշտ չէ, ասում իրեն գլխել են որ մենք հասկացել։ Կարամել է։ Նիվարկյան կներեք, էլի։ Հա, պատրաստ։ Okay, գնաց։ Քերի եմ դարել, բանյատ եջանիս ենատ չզում խմես ու ասես բարի գալուստ ես անիրավ աշխար։ Հեղդ ասուս ուղակ է հավակվել է։ գողը ոնցով չէր ասում, որ անիմաստ Արա ուրեմն ես հեռախոսի տերը, այստեղ են, այստեղ ու աղբերը, պրոդյուսերը Չունեն, տեխնիկը ունի, այս 11 Pro Max? Արա տեխնիկ ունի Pro Max? Վիդիցիլի? Մենք ոչ մի բան չունենք, արա աղբերը տնորեն մարդը, չի կարում ստորի գցի դու Pro Max ես անում։ Դոքտոր երասենքան վատան ստորի գցումը կեսը չի լում, յոգի կանաչ ալում։ Հա։ Պապային փոստա գցի, արա։ Դոքտոր երասի ինտերնետը գիտես ոնց այն, դվիժոտներ կան, Ո սարը, հալա լապը, նապել ինձ էլ երախոս։ Ժորջան կրերեք, ուղակի ներսում պարում ենք, զանգի ձենը չենք լսում։ Նապելան է,
Արա հետո ինչ, հետո, բան ինչ հետո արա։ Իշկավոր է։ Չէ որ սխալ եմ բամ, ստեմ բամ։ Իշկավոր ընկեր։ Մեր ռեժիսորը մեզ լքի։ Ինչի ֆիլտր չես Հետո կդնեմ։ Ոստիկ։ Ոնց ես։ Լավ է, դու ոնց ես։ Մերը չի պատճի։ Մեռա։ Մեռա։ Շատ է բարձր, սպասի էսի մեզ անգել։ Դրեք եվոն թշում տանջնած ես, խաչին էր վերցրեք արեք։ Բոլոր ապշած նայում են Դավոյին, Դավոն կարդամ երես եք, որ ճիշտ լինի, էլի։ Ես դա ինչպես միշտ իմ կապտուկները պահկվածնելով, շնորհիվ ես իմ աղջիկը։ Գնացինք մի հատ տեքստավոյ։ Գնացինք, լավ, հետևած ենք, մի հատ էլ անցնում ենք։ Ու գնաց։ Իսկ հիմա հանվեք։ Մարդը արդեն չափահանցնում ես։ Սիրելիս ուրեմն այս անձնավորությանը մի հատ տեսեք, Զիրոյան ինչ պատասխանատա 30 կիլոն ցած չի դնում։ Գուշակում եք ինչա ձեռքին։ Միկրոֆոնները։ Ուրեմն եկել ենք կոֆե վերցնենք։ Ասեցին ասենք, լսում ենք, ասեցին ռոզիկի մի հատ լատե, հետո երկու հատ ամերիկանո։ Խնդրեմ, մի հատ լատեն տվել եմ։ Ռոզիկ հավիստ։ Ապայո ռոջու։